ով ուզում է ներկայացնի Ռուսաստանին որպես երաշխավոր, նրանք ստախոսներ են, ու դա հասարակությունը փայլուն հասկանում է, իրենք ուղղակի լավ չեն պատկերացնում, որ մեր հասարակությունը բավականին քաղաքականապես գրագետ է դարձել։ Ցավոք սրտի ոչ ամբողջությամբ եւ կա դեռ սեգմենտներ հասարակության մեջ, որոնք կարող են այդպիսի ստերին հավատալ, եւ կան մարդիկ, որ ընդհանրապես լրիվ ապաքաղաքական են եւ այսպես սպասում են ձերքին են նայում այդ նախկին եւ գործող օլիգարխների, որ ինչ որ բաներ թուլափայ իրենց տան, էլի նույնն են հանրապետականի ժամանակվա թուլափայը, ճիշտ է, հիմա թուլափայը թանկացել է հեղափոխության շնորհիվ 5-10 հազարով չի ծախվում այդ ձայները, այլ ասենք բաներ են անում, փակում են լուրջ ծախսեր, կոմունալ ծախսեր են փակում, խոստանում, ուսանողների վարձեր են խոստանում փակել անհատապես եւ այլն, հա, այդ ավելի խոշոր գումարների մասն է խոսքը, այլ չեմ խոսում այն գործուղումների, որ հիմա Ռուսաստանից պատրաստվում են եւ այդ ինֆորմացիան կա, որ ամեն մեկին $1000 չափ գումար են տալու, ընդ որում դա դրել են հայ գործարարների վզին Ռուսաստանի, ու ասում են, եթե չեք ուզում ադրբեջանցիների օրին գցենք, ոնց որ սպանեցին գիտեք քանի հոգու, ահագին մարդվել ու մեզ զրկեցին։ Ինչ է իրենց նույնը կանեն հայերի հետ ոչ մի խնդիր չունեն դրա հետ կապված եւ այնտեղի բիզնեսմեն հայերը պատանդ են դարձել ըստ էության եւ եթե ամեն մեկի վզին դրել են որ մի քանի 100 հոգի պետք է ուղարկեք ամեն մեկին $1000 տալով որ կան այստեղ Հայաստանում ռուսական գուբերնատոր նշանակեն նրանք կանեն նրանք շատ մեծ մասը ցավոք սրտի այդքան քասիբ ու պատասխանատվություն ու հայրենասիրություն չունեն, որ այդպիսի ճնշումներին դիմակայեն կամ գոնե վաճառեն իրենց ունեցածը թողնեն վերադառնան Հայաստան, որ չենթարկվեն այդ ճնշումներին։ Փողի մունատ են, որ ասում է, դե հայրենիքը ինչ է, հա թե ինչ տարբերություն, պետությունը անկախ թե գուբերնիա, մեկը մենք կարողանանք գնանք Հայաստան, այդքան իրենց համար լրիվ հերիք է։ Էլ չեմ խոսում այն մարդկանց, ով պատրաստվում են այդ փողը վերցնելով գան այդպիսի հրահանգավորված ընտրություն կատարել, չնայած որ չգիտեմ ինչի իշխանությունները վստահ են, որ այդ մարդկանց մեծ մասը գալու են իրենց են ընտրելու, ես բացառում եմ նման բան։ Ցավոք սրտի, եթե մարդ վերցնում է արդեն այդ գումարը քիչ հավանական է, որ գա այսպես շուստրիություն անի, ասի հա դե $1000 վերցել եմ, բայց Նիկոլ Փաշինյանին ընտրեմ, մի քիչ լավ չեմ պատկերացնում, դա ճիշտն ասած։